Ողջույն, այսօր հոկտեմբերի 4-ին Գյումրի տոնի օրը Գյումրի քաղաքում բացվեց մեր ձևով շարժման առաջին գրասենյակը։ Գրասենյակն էլ ասեմ ձեզ մի հատ մեծ շտաբ կվարտիր 2 հարգանի, առանձին շենք եւ ինչպես հասկացա դեռ այսպիսի գրասենյակներ շատ են լինելու եւ տարբեր քաղաքներում։ Ասեմ նաև, եթե սկզբում մեր ձևով շարժում բառը մի քիչ ինձ անորոշություն էր բերում, հիմա ես հասկանում եմ, որ սա կուսակցության ստեղծման առաջին փուլն է։ Այսինքն շարժումից անցնելու են կուսակցության։ Պարզապես սկզբում երևի շարժում են կոչում, որ հենց կուսակցությունը պատրաստ լինի, արդեն անվանեն կուսակցության։ Եվ մեծ հույսեր են կապում հարգելիներս այս կուսակցության, այս շարժման հետ մեր ձևով։ Տեսնում եմ, որ շատ մարդիկ գրանցվում են, միանում են եւ հույսով եմ, որ ամեն ինչ կլինի ոչ միայն մեր ձևով, այլ նաեւ մեր սրտով։ Գիտեք, առավոտվանից Գյումրի քաղաքում տարբեր տեղերում մանր ու փոքրիկ միջոցառումներ են կայանում, այնուհետև ժամը 6-ին երեկոյան արդեն մեծ միջոցառում է լինելու հրապարակում, աստղերով։ Այս ամենի մեջ մեծ լումա ունի Սամվել Կարապետյանը իր թմով մեր ձևով շարժման հետ միասին։ Ասեմ նաև մեր մանկության տանգո ֆիլմի շենքը ռեստավրացիա նույնպես նրանք են անում։ Շատ բաներ կան հարգելիներս, որի մասին մենք կուրսի չեն, իրանք չեն ասում, ասում ենք այն, ինչ գիտենք։ Հաճելի է, որ այս քաղաքի տոնի կապակցությամբ Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժման թիմը այսպիսի հաճելի նվեր են անում բնակիչներին, գյումրեցիներին, որպեսզի նրանք մի փոքրիկ լիցքաթափվեն, երեխեքը դուրս գան, այսպիսի մանկություն վայելեն, երջանիկ պահեր գոնե լինի այսպիսի դժվար օրերի ժամանակ։ Մի երկու բառով էլ այն թեմային, երբ իմ կողմից նաև հարգված մարդիկ ասում են ինչու է կազմակերպում համերգը, երբ Միքայել Սրբազանին դատապարտեցին։ Նայեք, եթե Նիկոլ Փաշինյան այս ամենը կազմակերպեր, մի կողմից ձեր լոգիկան ես կհասկանայի, բայց ով է այս համերգը կազմակերպում, Սամվել Կարապետյանը, որտեղ է նա, Բերդում, ինչի համար է նա Բերդում, նա համար, որ նա պաշտպանել է եկեղեցուն, պաշտպանել է Սրբազանին, պաշտպանել է կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հիմա նա ուզում է, որպեսզի Բերդից ուզում է, որպեսզի մենք չլռենք, խոսանք, մեր ձայն ասենք, թեկուզ դա երգով, պարով կլինի բեմը արտակից, ու դա նաև այնտեղ դրսևորվեց, երբ դատապարտեցին Միքայել Սրբազանին, բեմից Միքայել Սրբազանի նկարը դրվեց ի աջակցություն նրան։ Ու ես համոզված եմ, այսօր էլ բեմը արտակից ի աջակցություն Միքայել Սրբազանին կլինեն խոսքեր։ Ես աջակցում եմ մեր ձևով շարժմանը, առաջ, մինչև վերջ։ Մեր ձևով, մեր սրտով։